Դպրոցներում նախնական զինվորական պատրաստություն առարկան փուլային կարգով անվտանգ կենսագործունեություն առարկայով փոխարինելու նախաձեռնությունը դեռևս հանրային քննարկման փուլում է, սակայն արդեն իսկ մասնագիտական շրջանակներում մի շարք հարցեր և մտահոգություններ է առաջացրել։ Թեև ԳԳՄՍ նախարարությունը փոփոխությունը ներկայացնում է որպես կրթական բովանդակության ընդլայնում, ներառելով նաև արտակարգ իրավիճակներում գործելու հմտություններ, մասնագիտական շրջանակներում շեշտում են. հիմնական խնդիրը ոչ թե անվանափոխությունն է, այլ գաղափարական փոփոխությունը։ Եվ չնայած դեռ պարզ չէ նոր առարկայի ամբողջական բովանդակությունը, սակայն ակնհայտ է, թե ինչ ուղղությամբ ենք շարժվում։ Այս հիմնավորումը բավական չի, որովհետև այդ հիմնավորումը բավական կլներ, եթե մնար ՆԶՊ-ն եւ ավելանային լրացուցիչ հմտություններ, որոնք մարդկանց կպատրաստեին ջրհեղեղների, հրդեհների, երկրաշարժերի տարբեր ժամանակ, թե ինչպես պետք է պահել եւ անվտանգությունը ապահովել, բայց ոչ դրա փոխարեն։ Դա կլիներ, երբ որ մենք ուղղակի ժամերը ավելացնեինք, բայց ոչ նորից եմ ասում դրա փոխարեն։ Եվ դրա համար պարզ է արդեն ակնհայտ է ընդհանուր քաղաքականությունը դեպի ուր է տանում, անվտանգության մասին խոսելիս ավելի շատ խոսելու են կարծես թե աղետների մասին եւ ոչ պատերազմների մասին։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի գնահատմամբ, եթե նախկինում նախնական զինվորական պատրաստությունը հաճախ ունեցել է ձևական բնույթ եւ բավարար գործնական արդյունք չի ապահովել, ապա ցանկացած նոր մոդելի դեպքում կարևոր է, որ այն զարգացնի աշակերտների հմտությունները, հատկապես զենք զինամթերքի օգտագործման կանոնների տիրապետման առումով։ Տեսականորեն արտակարգ իրավիճակների դեպքում էլ նաեւ պետք է մարդը տիրապետի զենքի, այսպես ասենք, մինիմալ կարգու կանոնին եւ կարողանա զենքից ինքը օգտվել արտակարգ իրավիճակներում եւս այդպես պետք է լինի։ Բայց չեմ կարող ասել, թե ինչ որքանով կներառեն նախնական զինվորական պատրաստականության առարկան այդ առարկայի մեջ, բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ դեմ եմ, որ ներառեն, որովհետեւ այն պետք է լինի իրականում առանձին առարկա թեկուզ 2 շաբաթը մեկ անգամ, բայց լինի առանձին առարկա եւ այն անցկացվի ոչ թե դասարանում, այլ հենց զորամասում, այդ դասընթացը անցկացվի հենց զորամասում։ Ռազմական փորձագետի կարծիքով նույնիսկ քաղաքացիական մակարդակում անհրաժեշտ է, որ թե տղաները, թե աղջիկները ունենան զենքից օգտվելու նվազագույն գիտելիքներ։ Փորձագետը ընդգծում է նաև միջազգային փորձի դիտարկման կարևորությունը, նշելով, որ տարբեր երկրներում կիրառվում են տարբեր մոդելներ։ Նրա խոսքով օրինակելի մոտեցումներից մեկը Իրանի Իսլամական Հանրապետության փորձն է, որտեղ ըստ նրա դպրոցական եւ արտադպրոցական ծրագրերի միջոցով իրականացվում է պարտադիր ռազմական եւ գործնական պատրաստություն։ Ոչ միայն դպրոցներում, այլ նաև պարտադիր ճամբարներում, մեր պատկերացած ճամբարներում, որոնք որ Իրանի Իսլամական Հանրապետության դեպքում տևում են 15 օրից մինչև 30 օր, ամեն տարի պարտադիր անցնում են տղաները, պարտադիր անցնում են զինվորական նախնական պատրաստականություն։ Իսկ կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը շեշտում է, կարևորն այն է, թե ինչ նպատակ ունի պետությունը։ Եթե կարծում ենք, թե պաշտպանության կարիք չունենք եւ ուզում ենք պարզապես աշխարհաքաղաքացի լինել, ուրեմն նախնական զինվորական պատրաստություն առարկան էլ կարող է փոխարինվել անվտանգ կենսագործունեությամբ։ Եթե մենք խոսում ենք գլոբալ անվտանգության մասին, ստացվում է, որ մենք ավելի շատ խոսելու ենք գլոբալիզացիայի, աշխարհաքաղաքականության կամ աշխարհի քաղաքացի լինելու մասին, որտեղ ընդհանրապես զենք կիրառել, սեփական պաշտպանությունը կազմակերպելու կարիքը չկա։ Դու կարող ես շատ հեշտությամբ լքել այդ երկիրը, ուրիշ մի երկրում ապրել։ Կարևորը այստեղ ինչն է, կարևորը ստամոքսն է եւ ստամոքսի հետ կապված մտածողությունը։ Ըստ Ատոմ Մխիթարյանի, նախնական զինվորական պատրաստություն առարկայի փոխարինումը պետության որդեգրած քաղաքականության շարունակական քայլերից մեկն է միայն։ Եթե մի քիչ ավելի կողքից նայենք, հասկանում ենք, որ այս ամբողջը տեղավորվում է ադրբեջանական, արևմտյան Ադրբեջան քաղաքականության ներքո, որովհետև Ադրբեջանը ինչ է ասում, ասում է, որ Հայաստանին զինված ուժեր պետք չեն, նրան բանակ ընդհանրապես պետք չի եւ մեր իշխող կուսակցության վարչախմբի ներկայացուցիչներն էլ ասում են, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Մասնագետների գնահատմամբ անվտանգ կենսագործունեություն առարկայի ներդրման շուրջ քննարկումը դուրս է գալիս միայն կրթական ծրագրի շրջանակից եւ վերածվում է ավելի լայն հարցի։ Մեզ առհասարակ պետք է ռազմահայրենասիրություն, թե ոչ,
եւ ինչ ոգով է դպրոցում դաստիարակվում աշակերտը, առաջին հերթին որպես պետության քաղաքացի, թե աշխարհաքաղաքացի։ ԿԳՄՍՆ-ից փոխանցում են առարկան ներդրվելու է 2026-ից 2027 ուսումնական տարում 5-րդ եւ 10-րդ դասարաններից սկսած, իսկ մինչեւ ներդրման ավարտը կպահպանվի նախնական զինվորական պատրաստություն առարկան։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։